Իսկ դու գիտեիր, որ Հայաստանի առաջին հանրապետության ամենաազնվական եւ նվիրյալ վարչապետերից մեկը նույնպես ջավախցի է։ Այո, Համո Օհանջանյանը ծնվել է 1873 թվականին Ախալքալաքում։ Տեղի դպրոցից եւ Թիֆլիսի գիմնազիայից հետո նա հասավ Շվեյցարիա, Լոզանի համալսարանում ստանալով բժշկական բարձրագույն կրթություն։ Նա ջավախքի այն բացառիկ զավակն էր, ով եվրոպական փայլուն ապագան թողեց ազգին ծառայելու համար։ Օհանջանյանը պարզապես բժիշկ չէր, նա հզոր հեղափոխական էր, դիվանագետ եւ ռազմական գործիչ։ Նա ցարական բանտերից եւ Սիբիրի աքսորից հետո ներկայացավ Փարիզի խաղաղության վեհաժողով աշխարհի մեծերին ներկայացնելու Հայաստանի դատը։ 1920 թվականին երկրի համար ամենածանր օրերին Օհանջանյանը ստանձնեց Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Նրա կառավարության օրոք ընդունվեցին Միացյալ եւ անկախ Հայաստանի ակտը, հիմնվեց Երևանի պետական համալսարանը եւ ճնշվեցին երկիրը քանդող ներքին խռովությունները։ Իսկ տարագրության մեջ նա դարձավ համազգային հայ կրթական եւ մշակութային միության հիմնադիրներից մեկը։ Համո Օհանջանյանը մեր պետականության բարձր ինտելեկտի եւ անձնուրացության մարմնավորումն է։ Իմացիր քո արմատները։ Իսկ դու գիտեիր, որ Համո Օհանջանյանը Կահիրեում, որտեղ ինքը կնքել է իր մահկանացուն, անվճար բուժել է չքավոր մարդկանց։